Հիասքանչ բնություն, մաքուր օդ ու լեռնային այդքան անհրաժեշտ քամին։ Բոլոր պայմանները Հայաստանում ու մասնավորապես Սևանում առագաստանավային սպորտը զարգացնելու համար։ 1 տարի առաջ հենց այս նպատակով ստեղծված Wings of Armenia սպորտային ակումբը, զբոսաշրջության, նորարարության եւ զարգացման ֆեդերացիան, Enivish տուրիստական ընկերությունը Սևանա լճում ազդարարեցին սեզոնի մեկնարկը ու այս տարի առաջին անգամ առագաստանավերը իջան լիճ, անցկացվեց առաջին ռեգատան։ Լիճն ունիկալ է, աշխարհում այսպիսիք քիչ են, ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, այստեղ միշտ քամի կա ու սա հնարավորություն է տալիս մարզվել ու ձեռք բերել իսկական ծովային պրակտիկա, չնայած որ Սևանը լիճ է, բայց պարամետրերով շատ նման է ծովին։ Առագաստանավային սպորտը կդառնա Հայաստանի այցեքարտը, վստահ է Wings of Armenia սպորտային ակումբի հիմնադիրը, որ ամբողջ աշխարհից Հայաստան գան ոչ միայն տեսարժան վայրեր այցելելու, համեղ ուտելիքներ համտեսելու, այլ նաև առագաստանավային սպորտաձևով զբաղվելու համար, ընդ որում պրոֆեսիոնալ մրցաշարերից բացի անցկացվում են նաև սիրողականները։ Ամեն շաբաթյա սիրողական մրցաշարեր են անցկացվում, որոնց կարող է մասնակցել ցանկացածը առանց որևէ սպորտային պատրաստվածության, ուղղակի լավ ժամանակ անցկացնելու ու վայելելու։ Enivish տուրիստական գործակալության հիմնադիր տնօրենի խոսքով մինչև այս Սևանը ուղղակի տեսարժան վայր էր, որտեղ կարելի էր կանգ առնել ու հետո շարունակել ճանապարհը։ Հիմա ամեն ինչ այլ է։ Ես վստահ եմ, որ այս առագաստանավային սպորտաձևը, այս առագաստանավերը հնարավորություն կտան Սևանին զարգացնելու իրենց մոտ սպորտային եւ սիրողական նավարկությունները, որը որ կզարգացնի տուրիզմը։ Մենք արդեն ունենք հավելյալ պրոդուկտ, որը կարող ենք առաջարկել մեր զբոսաշրջիկներին, թե Սևանում ինչպես կարող են անցկացնել իրան ժամանակը, թե հնարավորություն, որ մնան ու ավելի երկար վայելեն մեր հրաշագեղ Սևանը։ Wings of Armenia սպորտային ակումբն այս տարի մի քանի միջազգային մրցաշարեր է պլանավորում իրականացնել։ Ուժեղագույն մարզիկներ են գալու ամբողջ աշխարհից, իսկ Հայաստանի լեռների քամին նոր հնարավորությունների սկիզբ է վայելելու Սևանն ու անցկացնելու գեղեցիկ հանգիստ առագաստների ներքո։